15 էջ դուրս պատրված ծրարից, որը պիտի պահպանվեր անվտանգության ծառայության արխիվում 30 տարի, այս փաստաթղթերում գրված էին բոլոր թույլատվությունները, բոլոր անցագրերը, բոլոր դիմախոսությունները այն անձանց հետ, ովքեր պիտի մտնեին ազգային ժողովի շենք 73-ին հոկտեմբերի 1999-ին, երբ լրագրողները փորձեցին վերականգնել այդ տվյալները պաշտոնական հարցմամբ, նրանց ասացին, որ համակարգիչը վթարի է ենթարկվել հենց նույն օրը։ Բայց ամենահետաքրքիրը չի էլ դա։ Վկաները պնդում էին, որ էջերը պատրված են եղել ոչ թե հետագայում, այլ արդեն հարձակումից առաջ, որովհետև արխիվարը նկատել էր բացը նստաշրջանի սկզբին, առավոտյան ժամը 9 սահմաններում, բայց վախացել էր զեկուցել։ Հիմա մենք պետք է հարց տանք, ում էր անհրաժեշտ, որ անվտանգության ծառայությունը կույր լինի հենց այդ օրը, երբ պարլամենտի բոլոր դռները բաց էին կարծես միտումնավոր, երբ վարչապետն ու պարլամենտի նախագահը նստած էին միասին մեկ դահլիճում, երբ պաշտպանության բոլոր մեխանիզմները թարմացված էին լինել ըստ այն ամենավտանգավոր սցենարի, որը երբեք կարող էր տեղի ունենալ, Կարեն Դեմիրճյանի անձնական թիկնապահը մի տղամարդ, որի անունը մինչ օրս հրապարակային չէ, քանի որ նա դեռս վախենում է հետանքներից, պատմում է, որ այդ առավոտ նա զգաց, թե ինչ-որ բան սխալ է։ Նա ասում էր, որ երբ մտավ շենք ժամը 8:30-ին, ապա նկատեց, որ սովորական դիրքում չկային մի քանի անվտանգության աշխատողներ, ովքեր միշտ կանգնած են լինում մուտքի դռների առջ, երբ նա հարցրեց, թե որտեղ են նրանք, պատասխանը եղավ անորոշ, ղեկավարության հրամանով այլ տարածք են տեղափոխվել, բայց ով էր տվել այդ հրամանը, որն էր այդ հրամանի իսկական նպատակը, դա մնում է առեղծված մինչ օրս, քանի որ արխիվում պահված պաշտոնական հրամանագրերը նույնպես կորել են կամ ավելի ճիշտ, ոչնչացվել են ճշգրիտ այն ժամանակահատվածում, երբ դատական հետաքննությունը սկսել էր հարցնել անհարմար հարցեր։ Նույն թիկնապահը հիշում է, որ այդ օրը ժամը 10 լրացած էր, երբ նա նկատեց, որ հեռախոսակապի համակարգը, որը կապում էր անվտանգության բոլոր աշխատողներին իրար հետ, սկսեց խափանվել։ Կապը կտրվում էր։ Ազդանշանները չէին հասնում, երբ նա փորձեց զանգահարել կենտրոնական կետ, հազվագյուտ բանտար էր լսվում, ինչը նշանակում էր, որ ինչ-որ մեկը գիտակցաբար արգելափակել էր կապի ուղիները։ Հետագայում հետաքննությունը պարզեց, որ այդ խափանումը տեղի էր ունեցել հենց նոր տեղակայված սարքավորումների միջոցով, որոնք մուտք էին արել պարլամենտի տեխնիկական սենյակներ ընդամենը մեկ օր առաջ, 26 հոկտեմբերի երեկոյան, երբ կառուցվածքային պլանային նորոգում էր տեղի ունենում։ Իսկ ով էր պատվիրել այդ պլանային նորոգումը։ Հենց այդ ժամանակահատվածում, երբ միջազգային այցելություններ էին սպասվում, երբ քաղաքական իրավիճակը լարված էր ավելի քան երբևէ, դա սկիզբն էր մի պատմության, որն ասում է, թե ինչպես մի ամբողջ երկրի անվտանգության համակարգը կարող է արհեստականորեն անջատվել հենց այն օրը, երբ դա ամենաշատ անհրաժեշտ է, բայց մինչ մենք հասնենք այդ գարշահոտ ճշմարտությանը, պետք է վերադառնանք ավելի վաղ այն օրերին, երբ Կարեն Դեմիրճյանը դարձավ պարլամենտի նախագահ, երբ նրա իշխանությունը սկսեց հավասարակշռել նախագահի իշխանությունը։ Ինչը շատերին դուր չեկավ, Կարեն Դեմիրճյանը ծնվել է այն սերնդին, որը տեսել էր պատերազմներ, վերակառուցումներ անկախության գինը։ Նա պարլամենտի նախագահի պաշտոն ստանձնեց 1999-ի հունիսի սկզբին, որովհետև ժողովուրդը ցանկանում էր տեսնել մի մարդու, ով կարող է խոսել ոչ միայն իշխանության լեզվով, այլ բանակցությունների դիվանագիտության լեզվով։ Նա առաջարկեց մի նոր տեսլական հայ-ադրբեջանական հակամարտության համաշխարհային լուծում, որը ենթադրում էր միջազգային միջնորդների ներգրավում, տարածաշրջանային կայունության ձևավորում, սակայն իշխանության մեջ կային նրանք, ովքեր չէին ցանկանում այդպիսի բանակցություններ, քանի որ այդպիսի բանակցությունները նշանակում էին իրենց հսկողության կորուստ այն ռեսուրսների նկատմամբ, որոնք իրենք վերահսկում էին պատերազմի արդարացմամբ։ Դեմիրճյանը սկսեց խոսել բարեփոխումների մասին, փափագեց հրապարակել կոռուպցիոն սխեմաներ դուրս բերել լույս այն աղերսները, որոնցով կառավարության որոշ անդամներ հարստացել էին պետական սեփականության մասնավորեցման միջոցով։ Նրա թիկնապահը պատմում է, որ հունիսից սկսած Դեմիրճյանին սկսել էին հետել անհայտ մեքենաներ, որոնք կանգ առնում էին նրա տան մոտ, բայց երբ նա մոտենում էր, արագորեն հեռանում էին։ Երբ թիկնապահը զեկուցեց այս մասին պաշտոնական միջոցառումներով, նրան ասացին, որ դա պարզապես քաղաքացիական հետաքրքրություն է, որ նա չպետք է գերազանցապես անհանգստանա, բայց թիկնապահը գիտեր, որ դա ստեր, որովհետև այդ մեքենաները միշտ էլ նույն մոդելի էին, միշտ էլ շարժվում էին նույն ճանապարհային ուղիներով, միշտ էլ վարորդները ունեին նույն պրոֆեսիոնալ արձագանքը, կորչելու մինչ ուշադրություն գրավելը։ Թիկնապահը պահանջեց հավելյալ անվտանգական միջոցներ, պահանջեց թիմի ուժեղացում, պահանջեց, որ Դեմիրճյանը երբեք չմտնի մի վայր առանց նախապես ստուգման։ Բայց հուլիսին նրան փոխարինեցին ավելի հպատակ տարբերակով, ով լավ չէր հարցներ տալիս։ Այս նոր թիկնապահը մի երիտասարդ տղա, անունով Արա, ազգանունը խնդրեց չհրապարակել, պատմում է, որ նրան վերահսկում էր ոչ թե անվտանգության ծառայության ուղղակի պետը, այլ մի միջանկյալ ղեկավար, որը միշտ էլ
Պահանջում էր, որ Արան զեկուցի միայն իրեն, ոչ թե վեր կառուցվածքներին, երբ Արան մի անգամ խախտեց այս կանոնը, ուղղակի զեկուցեց, թե ինչ է տեսել մի օր գիշերը, երբ մի ծանոթ դեմք մտավ պարլամենտի շենք, բանակցություն ունեցավ որոշ պատգամավորների հետ երկար ժամեր շարունակ, ապա նրանք քննեցին, տվեցին վերջնական նախազգուշացում. դուք ոչ թե դետեկտիվ եք, այլ պաշտպանության աշխատող։ Պաշտպանությունը չի նշանակում քննություն։ Արան հիշում է նա, որ հոկտեմբերի սկզբին, երբ ԱՄՆ պետական քարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը այցելեց Երևան բարձրակարգ դիվանագիտական հանդիպումների համար, ամբողջ պարլամենտի անվտանգությունը խստացվեց, բոլոր մուտքերն ունեին կրկնակի ստուգում, յուրաքանչյուր անձը, ով մտնում էր շենք, պետք է ստանար հատուկ անցագիր։ Բայց հենց Թելբոթի մեկնումից հետո, 28 հոկտեմբերին, այս բոլոր միջոցառումներն անհետացան, ասես դրանք երբեք գոյություն չունեին։ Արան պատմում է, որ երբ նա հարցրեց իր ղեկավարին, թե ինչու են այդքան արագ թուլացրել անվտանգությունը, ղեկավարն ասաց. այլս սպառնալիք չկա, միջազգային հյուրը հեռացել է, այժմ կարող ենք հանգստանալ, բայց Արան զգում էր, որ սա սխալ էր, այս զգացումը հետապնդում էր նրան մինչ 27 հոկտեմբերի, իսկ այդ օրը, երբ Արան զարթնեց առավոտյան ժամը 6-ին, նա զգաց, թե ինչ-որ բան շատ սխալ է գնում։ Սակայն նա ամենավատն էլ չէր կարող կանխատեսել, ինչ է այն, ինչը մի ամբողջ երկրի պատմությունը կփոխի մի քանի ժամում։ 25 տարի անց մի նախկին թիկնապահ համաձայնեց առաջին անգամ տալ հարցազրույց, պայմանով, որ նրա դեմքը չի երաձայնը կփոխվի։ Այս մարդը, որին մենք կանվանենք Գարիկ, աշխատել էր անվտանգության ծառայությունում 12 տարի, գիտեր բոլոր պրոտոկոլները գերազանց։ Գարիկը պատմում է, որ 27 հոկտեմբերի առավոտ նա ստացավ մի զանգ, ժամը 7-ից կես առաջ, երբ դեռ անկողնում էր։ Ձայնը հեռախոսի մեջ ասաց նրան, որ նա այլս պետք չէ այդ օր գա աշխատանքի։ Գարիկը հարցրեց, թե ինչու, պատասխանը եղավ աննպաստ, բժշկական հանգուցային իրավիճակ, դուք ճանաչված եք որպես ժամանակավոր հիվանդ, մնացեք տանը։ Բայց Գարիկը երբեք հիվանդ չէր եղել, երբեք բժիշկի մոտ չէր գնացել։ Նա հասկացավ, որ մի ինչ-որ մեկը ցանկանում էր, որ նա չլինի իր պաշտոնի վրա հենց այդ օրը։ Երբ Գարիկը վերահաստատեց իր ներկայությունը, անտեսեց այդ զանգը, նա մտավ պարլամենտի շենք ժամը 8:30-ին, տեսավ, որ հիմնական դիրքերում չկային նրանք, ում նա ճանաչում էր տասնամյակներ շարունակ, դրանց փոխարեն կային նոր դեմքեր, մարդիկ, որոնց Գարիկը երբեք չէր տեսել։ Երբ նա հարցրեց վերակացու պետին, թե ում են պատկանում այդ նոր աշխատողները, պատասխանը եղավ թույլ ժամանակավոր փոխարինում, ջերմուկային արձակուրդներ, բնականon ռոտացիա, բայց Գարիկը գիտեր, որ անվտանգության ծառայությունում ռոտացիաներ չեն լինում այդպիսի մասշտաբով, հատկապես ոչ բարձր ռիսկային պահերին, երբ ամբողջ կառավարությունն ու պարլամենտը հավաքվել է մի տեղ։ Գարիկը պատմում է, որ ժամը 9-ի սահմաններում նա փորձեց ստուգել արխիվները, տեսնել, թե ով է ստորագրել այդ նոր աշխատողների թույլատվությունները, բայց արխիվում նրան ասացին, որ համակարգչային խափանում կա, որ տվյալները չեն բացվում։ Երբ նա պնդեց, որ դա անթույլատրելի է, պահանջեց անհապաղ լուծում։ Արխիվարը մի տարեց կին, վախով նայեց նրան փսփսած, ես տեսա, որ էջերը պատռված են, բայց ինձ ասացին ոչինչ չասել։ Գարիկը հարցրեց, թե ով է ասել, կինը մատնեց դեպի վեր, անվանումով մի պաշտոն, որը պատկանում է անվտանգության ծառայության բարձր հեղինակությանը։ Ժամը 12-ին Գարիկը փորձեց զանգահարել անվտանգության ծառայության կենտրոնական պետին, բայց հեռախոսը պարզապես չէր աշխատում։ Նա փորձեց այլ հեռախոս, նույն արդյունքը։ Ազդանշանը կտրվում էր, ինչպես թե մի անհայտ ուժ արգելափակում էր ամեն մի փորձը կապվելու արտաքին աշխարհի հետ։ Գարիկը հասկացավ, որ սա ակնհայտ շաբաթ է, որ մի ինչ-որ մեկը պատրաստվում է մի սարսափելի գործողության։ Գարիկը պատմում է, որ ժամը 2-ի սահմաններում, երբ պարլամենտի նիստը արդեն սկսվել էր, նա տեսավ, թե ինչպես մի խումբ մարդիկ մոտեցան շենքի հիմնական մուտքին, ուներ տհաճ զգացում, որ այդ մարդիկ ինչ-որ կերպ ծանոթ են։ Նրանցից մեկը, որը պարզվեց, որ լրագրող Նաիրի Ունանյանն է, ցույց տվեց մի փաստաթուղթ, դռները բացվեցին առանց բոլոր սովորական ստուգումների։ Գարիկը վազեց դեպի դռներ, հարցրեց պահակին, թե ինչու է թույլ տվել առանց մետաղազնիչ ստուգման։ Պահակը, մի երիտասարդ տղա, որին Գարիկը երբեք չէր տեսել, ասաց, ես ստացա հրահանգ թույլ տալ բոլորին, ովքեր ունեն լրագրողական թույլտվություն։ Գարիկը հարցրեց, ումից է ստացել այդ հրահանգը։ Պահակը չէր կարողացել պատասխանել հստակ, ղեկավարությունից, էլ ինչ գիտեմ։ Գարիկը պատմում է, որ հենց այդ պահից նա հասկացավ, որ մի անսպասելի սարսափ է մոտենում, բայց նա չկարողացավ անել ոչինչ, որովհետև կապի համակարգը խափանված էր։ Նա չկարողացավ զգուշացնել ոչ Կարեն Դեմիրճյանին, ոչ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ոչ էլ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի։ Նա փորձեց վազել դեպի նիստերի դահլիճ, բայց դռները փակ էին, նրան ասացին, որ նա չի կարող մտնել մինչ նիստի ավարտը։ Երբ Գարիկը պնդեց, որ իրեն անհրաժեշտ է մտնել անմիջապես զգուշացնել անվտանգական վտանգի մասին, դռների մյուս կողմում կանգնած պահակը, նույն նոր
Դեմքերից մեկը ասաց. «Ձեր պաշտոնային իրավասությունը թույլ չի տալիս ձեզ անցնել, մնացեք այստեղ»։ Գարիկը պատմում է, որ նա զգաց, թե ինչպես ամբողջ հողամասը հետ է քաշվում նրա ոտքերի ներքից, որ նա անկարող էր որևէ բան փոխել, իսկ ինչ էր պատահում մյուս կողմում այդ փակ դռների, իսկ ինչ էին խոսում Դեմիրճյանն ու Սարգսյանը մի քանի րոպե առաջ հարձակումից, իսկ ով էր իսկապես տվել հրահանգը բացել բոլոր դռները, անջատել բոլոր պաշտպանական համակարգերը։ Երբ զանգը արձակեց իր առաջին ազդանշանը, Գարիկը լսեց շփոթված աղմուկներ, որոնք եկան նիստերի դահլիճից, ազդանշանը շարունակվեց 3 անգամ, ինչը սովորաբար նշանակում է ամենաբարձր ահազանգ, բայց երբ Գարիկը փորձեց բացել դռները, նա հայտնաբերեց, որ դրանք կողպված են ներսից, պահակը, որը պետք է լիներ դռների մոտ, անհետացել էր, դահլիճից եկող աղմուկը սկսեց դառնալ ավելի ահռելի, կանչեր, վերազինված ձայներ, արագընթաց շարժումներ, Գարիկը վազեց դեպի այլընտրանքային մուտք, ետի դուռը, որը գիտեր միայն անվտանգության բարձրաստիճան աշխատողները, բայց երբ հասավ այնտեղ, տեսավ, որ այդ դուռն էլ փակ է, կողքին կանգնած է մեկ այլ անծանոթ պահակ, ով թույլ չտվեց նրան մոտենալ։ Գարիկը պատմում է, որ այդ պահին նա հասկացավ, որ ամեն ինչ նախապես նախագծված է եղել, որ ամեն մի քայլ հաշվարկված է եղել, որ մի խումբ անձինք, ովքեր աշխատում էին անվտանգության համակարգում, գործում էին որպես ներքին դավադիրներ։ 25 տարի անց, երբ աշխարհը շարունակում էր հարցնել, թե ինչպես այդ ամենը կարող էր տեղի ունենալ, մի թիկնապահ, որի անունը դարձել էր սահմանափակ տեղեկատվություն, համաձայնեց խոսել. «Այս մարդը, որին մենք կանվանենք Արման, աշխատել էր անվտանգության ծառայությունում 16 տարի, 27 հոկտեմբերի 1999-ին նա կանգնած էր հենց այն դահլիճի դռների մոտ, որտեղ տեղի ունեցավ հարձակումը»։ Արման պատմում է, որ այն, ինչ նա տեսավ լսեց այդ օրը, հետապնդել է նրան յուրաքանչյուր գիշեր անընդմեջ, որ նա երբեք չի կարողացել մոռանալ այն բառերը, որոնք լսեց իր ականջակալում, մի հրաման, որը փոխեց ամեն ինչ, երբ Արմանը մտավ աշխատանքի ժամը 7:45-ին, մինչ պառլամենտի նիստի սկիզբը։ Նա նկատեց, որ մի ինչ-որ բան տարբեր է, սովորաբար, երբ նա ժամանում էր այդքան վաղ, ողջ անվտանգության թիմը արդեն տեղում է լինում, ստուգում են սարքավորումները, փորձարկում են կապի համակարգերը, վերստուգում են յուրաքանչյուր անկյուն, որտեղ կարող է թաքնված լինել սպառնալիք, բայց այդ առավոտ դահլիճը գրեթե դատարկ էր, միայն 3 պահակներ կային, նրանցից 2-ը նոր էին, դեմքեր, որոնք Արմանն արդեն տեսել էր վերջին 5 օրերի ընթացքում, բայց որոնց հետ երբեք չէր աշխատել ավելի վաղ։ Արմանը մոտեցավ իր անմիջական վերակացուին, մի տղամարդ, որի անունը Սամվել էր, հարցրեց. «Որտեղ են մյուսները, որտեղ է Գորգը, որտեղ է Արթուրը, որտեղ են անվտանգության հիմնական խումբը»։ Սամվելը, որը սովորաբար շատ հստակ օպերատիվ էր, այդ անգամ տարօրինակ զսպված էր։ Նա նայեց Արմանին, ասաց. «Նրանք ունեին այլ առաջադրանքներ, մեզ ասացի, որ այսօր բավական է փոքր թիմը, քանի որ սպասվում է հանգիստ նստաշրջան, ոչ մի մեծ իրադարձություն, ոչ մի միջազգային հյուր»։ Արմանը զարմացավ, որովհետև նա գիտեր, որ անվտանգության պրոտոկոլները երբեք չեն նվազեցվում, անկախ այն բանից, թե արդյոք սպասվում է իրադարձություն, հատկապես այն ժամանակ, երբ ողջ կառավարությունը, վարչապետը, պառլամենտի նախագահը, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ հավաքվում էին մեկ սենյակում։ Արմանը պատմում է, որ նա զգաց մի անհանգստություն, որն անհնար էր անտեսել, նա գնաց դեպի իր սովորական դիրքը, դահլիճի ձախ կողմի մուտքի մոտ, որտեղ նա միշտ ունեցել էր լավագույն տեսողականությունը հարձակման դեպքում, բայց այդ օրը նրան ասացին, որ նա պետք է կանգնի ավելի հեռու, հետի անկյունում, որտեղից նա գրեթե ոչինչ չէր տեսնում։ Երբ Արմանը հարցրեց, թե ինչու, պատասխանը եղավ անկանխատեսելի նոր դիրքավորում, վերակազմակերպում, ղեկավարության որոշում, բայց Արմանը երբեք նման վերակազմակերպման մասին չէր լսել։ Նա երբեք չէր ստանում որևէ պաշտոնական հրահանգ այդ փոփոխության վերաբերյալ։ Ժամը 10-ն անցավ, պառլամենտի նիստը սկսվեց, վարչապետ Վազգեն Սարգսյանը մտավ դահլիճ, մի քանի րոպե անց պառլամենտի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Արմանը նկատեց, որ Դեմիրճյանը ավելի լուրջ էր, քան սովորաբար, նրա դեմքը ունեցել է մտահոգության արտահայտություն։ Արմանը մտածեց, որ հավանաբար նա սթրեսի տակ է քաղաքական բանակցությունների պատճառով, բայց հետագայում, երբ Արմանը վերլուծեց այդ պահը, նա հասկացավ, որ Դեմիրճյանը հավանաբար գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Ժամը 12-ին, երբ նիստը արդեն ամբողջությամբ ընթացքի մեջ էր, Արմանը տեսավ, որ դահլիճի հիմնական դռները բացվեցին, մի խումբ մարդիկ մտան, ապարատներ ու տեսախցիկներ ձեռքներում։ Արմանը անմիջապես ճանաչեց նրանցից մեկին, լրագրող Նաիրի Ունանյանը, որը հայտնի էր իր սուր հարցերով, քննադատական հոդվածներով, բայց այն, ինչ Արմանը չէր սպասում, այն էր, որ Ունանյանի խումբը ուներ ծանր պայուսակներ, որոնք սովորաբար չեն թույլատրվում մտնել դահլիճ առանց խիստ ստուգման։ Արմանը անմիջապես բարձրացրեց իր ձայնը դեպի մոտակա պահակը. «Ինչու՞։ Նրանք չեն ստուգվել մետաղազնիչով, ինչու՞։
Թույլ եք տվել պայուսակներ առանց վերստուգման, պահակը մի նոր աշխատող, որի անունը Արմանը չգիտեր, նայեց նրան ասաց ես ստացա հրաման թույլ տալ լրագրողներին առանց ստուգման, քանի որ նրանք ունեն հատուկ թույլտվություն, Արմանը զարմացավ, ո՞վ է տվել այդ հրամանը, երբ, ինչու ես դրա մասին տեղեկացված չեմ, պահակը չէր կարողացել պատասխանել, ասում էր միայն ղեկավարությունից, ավելին չգիտեմ, Արմանը փորձեց կապվել Սամվելի հետ իր ականջակալով, բայց կապը չէր աշխատում։ Նա լսում էր միայն աղմուկներ, ինչպես թե ինչ որ մեկը միտումնավոր արգելափակում էր ճանապարհները, ժամը 2-ն էր 199-ի հոկտեմբերի 27-ին, երբ Արմանը լսեց առաջին կրակոցը, դա չէր ձայնը, որը նա սպասում էր, սա ավելի բարձր էր, ավելի ուժեղ, ասես ինչ-որ մեկը օգտագործում էր ավտոմատ զենք, Արմանը անմիջապես իրականացրեց իր պրոտոկոլը, հանեց իր զենքը վազեց դեպի ձայնի աղբյուրը, բայց հենց այդ պահին, երբ նա հասավ դահլիճի կենտրոնական մասին, նա լսեց մի ձայն իր ականջակալում ձայն, որը նա երբեք չէր լսել, բայց որը խոսում էր հրամանատար տոնով։ Բոլոր անվտանգության աշխատողներին մի կրակեք, կրկնում եմ, մի կրակեք, սա գործողության մաս է, սա վարժություն է, մի միջամտեք, Արմանը պատմում է, որ այդ պահին նա սառել է, նա չէր կարող հավատալ այն բանին, ինչ լսում էր, գործողության մաս։ Վարժություն, բայց կրակոցները իրական էին, գոչյունները իրական էին, արյունը, որը նա տեսավ գետին, իրական էր, Արմանը մի պահ տատանվեց, պետք է հետել հրամանին, թե անտեսել այն գործել ըստ իր ինստինկտների, նա ընտրեց երկրորդը։ Նա բարձրացրեց իր զենքը, պատրաստվեց կրակել դեպի հարձակողները, բայց հենց այդ պահին մի այլ անվտանգության աշխատող, նույնպես նոր դեմքերից մեկը, բռնեց նրա ձեռքից ասաց. «Դուք լսեցիք հրամանը, մի կրակեք, եթե կրակեք, դուք կդատապարտվեք անհնազանդության համար»։ Արմանը պատմում է, որ նա զգաց, թե ինչպես նրա ձեռքերը կապված էին անտեսանելի պարաններով, նա չէր կարող որոշել, արդյոք սա իսկապես վարժություն է, թե մի սարսափելի իրականություն, որը նկարագրվում է որպես վարժություն միտումնավոր խաբեության համար, նա կանգնած էր, նրա զենքը դեռս ձեռքում, բայց նա չէր կարող շարժվել, նա լսում էր կրակոցները, որոնք շարունակվում էին, լսում էր մարդկանց, ովքեր գոչում էին օգնության համար, լսում էր քաոսը, որը տիրապետում էր դահլիճում, բայց նա չէր կարող անել ոչինչ, ժամը 2:23-ին, երբ կրակոցները դադարեցին, Արմանը վերջապես կարողացավ մտնել դահլիճ, այն, ինչ նա տեսավ, փոխեց նրա կյանքը հավերժ, հատակը ծածկված էր արյունով, մարմինները ընկած էին տարբեր դիրքերում, դեմքերը, որոնք նա ճանաչում էր տասնամյակներ, այժմ անդարձ փակ աչքերով էին, Կարեն Դեմիրճյանը ընկած էր իր աթոռի մոտ, նրա գլխին ծանր վերք, իսկ վարչապետ Վազգեն Սարգսյանը մի քանի մետր հեռու, Արմանը ընկավ ծնկի վրա լացավ, նա հասկացավ, որ հրամանը, որը նա լսեց, եղել է դավադրության մաս, որ նրան հրամայել էին չպաշտպանել այն մարդկանց, ովքերին պաշտպանելու համար նա երդվել էր, Արմանը պատմում է, որ երբ հետագայում նա փորձեց պարզել, թե ով էր տվել այդ հրամանը, ում ձայնն էր ականջակալում, նրան ասացին, որ ոչ մի արձանագրություն չկա, ականջակալների հաղորդակցությունը, որը սովորաբար ավտոմատ գրանցվում է Անվտանգության ծառայության համակարգերում, այդ օրը վթարի է ենթարկվել, բոլոր տվյալները կորել են, Արմանը փորձեց վկայություն տալ հետաքննության ընթացքում, բայց նրան սպառնացին, նրան ասացին, որ եթե նա շարունակի խոսել այն բաների մասին, որոնք լսել է, ապա նրա ընտանիքը վտանգի տակ կլինի։ Արմանը ստիպված եղավ լռել 25 տարի մինչ այս հարցազրույցը, բայց ամենից սարսափելին Արմանը հիշում է, որ երբ նա հեռացավ դահլիճից, նա տեսավ մի անձ, ով կանգնած էր դռների մոտ, ով խաղաղ ժպտում էր, ասես նա տեսնում էր հենց այն արդյունքը, որը ուզում էր, Արմանը չէր կարող հստակ ճանաչել այդ դեմքը, բայց նա հիշում է, որ այդ մարդը ունեցել է պաշտոնական միազգեստ, բարձրաստիճան պաշտոն, որը նշանակում է, որ նա պատկանում էր կառավարությանը, Արմանը ասում է, ես գիտեմ, որ նա կապ ուներ այն բոլորի հետ, ով պատասխանատու էր անվտանգության համար, ես գիտեմ, որ հենց նա է այն մարդը, ով տվեց հրամանը չկրակել, բայց ես երբեք չեմ կարող ապացուցել դա, քանի որ բոլոր փաստաթղթերը ոչնչացվել են, դա պատմությունն է մի մարդու, ով ստիպված եղավ դիտել, թե ինչպես է մահանում նրա պաշտպանության առարկան, ով գիտեր, որ նրան հրամայվել էր չգործել, բայց պատահակ է արդյոք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էին վկայություն տալ այդ հրամանի մասին, հետագայում հեռացվել են աշխատանքից կամ անհետացել են խորհրդավոր պայմաններում, պատահակ է արդյոք, որ բոլոր տեխնիկական արձանագրությունները, որոնք կպարզեին ճշմարտությունը, կորել են հենց այն ժամանակ, երբ դրանք ամենաշատ անհրաժեշտ էին, երբ մարմինները հանվեցին ազգային ժողովի շենքից գիշերվա ժամը 11-ի մոտ 27 հոկտեմբերի։ Մի բան տարօրինակ տեղի ունեցավ, սովորական
Պրոտոկոլի համաձայն, երբ բարձրաստիճան պաշտոնյաներ սպանվում են բռնի մահվամբ, նրանց մարմինները անմիջապես փոխադրվում են բժշկասիրական փորձաքննության հիմնարկ, որտեղ անկախ մասնագետների թիմ կատարում է համապարփակ հետազոտություն, մահվան պատճառը, վերքերի բնույթը, գնդակների ուղղությունը, բոլոր այն մանրամասները, որոնք կարող են օգնել վերականգնել իրադարձությունների ճշգրիտ հաջորդականությունը, բայց այդ օրը բժշկասիրական փորձաքննությունը ուշացավ, երբ այն վերջապես տեղի ունեցավ։ Արդյունքները երբեք լիարժեք չհրապարակվեցին։ Դոկտոր Լոն Պետրոսյանը, ով աշխատում էր բժշկասիրական փորձաքննության հիմնարկում 20 տարի, պատմում է, որ երբ նա ժամանեց աշխատանք 28 հոկտեմբերի առավոտյան ժամը 6-ին, նրան ասացին, որ նա չի կարող մուտք գործել փորձաքննության սենյակ։ Պետրոսյանը հարցրեց, թե ինչու, քանի որ նա պաշտոնապես նշանակված էր որպես գլխավոր փորձագետ Դեմիրճյանի մահվան պատճառի պարզման համար, բայց նրան պատասխանեցին, որ փոփոխություն է եղել, որ այժմ մի այլ թիմ է պատասխանատու փորձաքննության համար։ Պետրոսյանը պնդեց, որ նա ունի իրավունք մասնակցել, բայց նրան մերժեցին, ասելով, որ դա անվտանգության համակարգի որոշում է։ Պետրոսյանը պատմում է, որ նա սկսեց կասկածել, երբ նա լսեց, որ մարմինները արդեն փաթաթված են եղել առանց լրիվ փորձաքննության։ Սովորաբար բժշկասիրական փորձաքննությունը պահանջում է ամբողջ օր, երբեմն 2 կամ 3 օր, կախված բարդությունից, բայց այդ անգամ ողջ գործընթացը ավարտվել էր 6 ժամում։ Պետրոսյանը փորձեց տեսնել վերջնական զեկույցը, բայց նրան ասացին, որ այն դասակարգված է որպես գաղտնի, որ միայն հետաքննության բարձրագույն պետերը կարող են մուտք ունենալ դրան, սակայն Պետրոսյանը ունեցել է մի գործընկեր, ով աշխատում էր նույն հիմնարկում, ով գաղտնի հասանելիություն ուներ փաստաթղթերին։ Այդ գործընկերը մի կին, որի անունը մենք չենք հրապարակելու անվտանգության նկատառումներից, պատմեց Պետրոսյանին, որ վերջնական զեկույցը պարունակում էր մի քանի տարօրինակ անհամապատասխանություններ։ Առաջինը այն էր, որ Դեմիրճյանի վերքերի թիվը չէր համընկնում այն վկայությունների հետ, որոնք տրվել էին դահլիճում ներկա մարդկանց կողմից։ Վկաները պնդում էին, որ Դեմիրճյանը ստացել է մի քանի կրակոց գլխի կրծքավանդակի տարածքում, բայց վերջնական զեկույցում նշված էր միայն 2 վերք, մեկը գլխում, մյուսը ուսում։ Երկրորդ անհամապատասխանությունը վերաբերում էր գնդակների տեսակին։ Վկաները հետագայում հետաքննությունը հաստատեցին, որ հարձակողները օգտագործել են ավտոմատ զենքեր, մասնավորապես Կալաշնիկովի տիպի ինքնաձիգներ, բայց վիրաբուժական զեկույցում նշված էր, որ գնդակները ունեցել են այլ բնութագրեր, ավելի փոքր տրամագիծ, ավելի քիչ ուժ, ինչը համապատասխանում է սովորական ատրճանակի, այլ ոչ ավտոմատ զենքի։ Պետրոսյանի գործընկերը պատմեց նրան, որ երբ նա փորձեց հարցնել այդ անհամապատասխանության մասին, նրան ասացին՝ մի հարցրու հարցեր, որոնց պատասխանները քեզ անհրաժեշտ չեն։ Երրորդ, հավանաբար ամենասարսափելի անհամապատասխանությունը կապված էր մահվան ժամանակի հետ։ Վկաները հստակ նշում էին, որ կրակոցները տեղի ունեցան ժամը 2-ին, որ մարմինները հանվեցին ժամը 11-ին, բայց վիրաբուժական զեկույցում մահվան ժամանակը նշված էր որպես ժամը 5-ից 7-ի միջ երեկոյան 3 ժամ ուշացումով։ Պետրոսյանը պատմում է, որ դա անհնար է, քանի որ մարմնի ջերմաստիճանը, արյան սառչումը, մյուս բիոլոգիական ցուցիչները թույլ են տալիս բավականին հստակ որոշել մահվան ժամանակը։ Սխալի սահմանը չի կարող լինել 3 ժամ։ Պետրոսյանը հարցրեց իր գործընկերոջը, ինչպես է հնարավոր, որ պրոֆեսիոնալ բժիշկներ կատարեն այդպիսի սխալ։ Պատասխանը եղավ սառեցնող՝ նրանք չեն սխալվել, նրանք գրել են այն, ինչ հրամայվել է նրանց գրել։ Պետրոսյանը պատմում է, որ երբ նա փորձեց պաշտոնապես բողոքարկել այդ անհամապատասխանությունները, պահանջեց նոր, անկախ փորձաքննություն, նրան կանչեցին իր վերակացուի գրասենյակ, այնտեղ նրան ասացին, որ նա գերազանցապես ներգրավված է այն հարցերում, որոնք չեն վերաբերում նրա պաշտոնական պարտականություններին, որ եթե նա շարունակի այդպիսի վարքագիծը, ապա նրա կարիերան կավարտվի։ Պետրոսյանը հարցրեց, իսկ ինչ է ավելի կարևոր, իմ կարիերան, թե ճշմարտությունը։ Վերակացուն պատասխանեց, ճշմարտությունը արդեն որոշված է, դուք պարզապես պետք է ընդունեք այն։ Պետրոսյանը հրաժարվեց լռել, նա գրեց մի մանրամասն հուշագիր, որտեղ նկարագրեց բոլոր անհամապատասխանությունները, փորձեց ուղարկել այն դատախազությանը, բայց նրա հուշագիրը երբեք չհասավ նպատակակետ։ Փոխարենը, մի շաբաթ անց, Պետրոսյանը ստացավ սպառնալիք, անանուն նամակ, որտեղ գրված էր. եթե դուք շարունակեք խոսել, ձեր դուստրը, որը սովորում է համալսարանում, կարող է ունենալ դժբախտ պատահար։ Պետրոսյանը վախեցավ, նա ունեցել է միայն մեկ երեխա, իր 19 տարեկան դուստրը։ Նա չէր կարող ռիսկի ենթարկել նրա կյանքը, նա որոշեց լռել, բայց նա երբեք չմոռացավ այն, ինչ տեսավ այդ փաստաթղթերում։ 25 տարի անց, երբ Պետրոսյանի դուստրը արդեն մեծացել է, ապահով է, նա համաձայնեց խոսել։ Նա ասում է. ես գիտեմ, որ վիրաբուժական զեկույցը կեղծված է, ես գիտեմ, որ ինչ-որ մեկը փոխել է տվյալները, ես գիտեմ, որ դա արվել է, որպեսզի թաքցվի ճշմարիտ պատմությունը, բայց ես չգիտեմ, ով է այդ մարդը, ինչու
Էր նրան անհրաժեշտ կեղծել այդ տվյալները, Պետրոսյանի հարցը մնում է անպատասխան, բայց կան տեսություններ, մի տեսությունը հուշում է, որ մահվան ժամանակի փոփոխությունը կապված է այն փաստի հետ, որ հարձակողները պետք է ունենային ալիբի ապացուցելու համար, որ նրանք չէին կարող լինել դահլիճում հենց այն ժամին, երբ կրակոցները տեղի ունեցան, եթե մահվան ժամանակը տեղափոխվեր 3 ժամ առաջ, ապա հարձակողները կարող էին պնդել, որ նրանք դեռս ճանապարհին էին կամ որ նրանք դեռս չէին մտել շենք։ Բայց այս տեսությունը չի բացատրում, թե ինչու էր անհրաժեշտ փոխել նա վերքերի թիվը գնդակների տեսակը։ Մեկ այլ տեսություն, որը ավելի մութ է, հուշում է, որ Դեմիրճյանը Սարգսյանը սպանվել են ոչ թե միայն հարձակողների կողմից, այլ անձանց կողմից, ովքեր գտնվում էին դահլիճում, ովքեր օգտագործեցին քաոսը որպես հնարավորություն վերացնելու իրենց թիրախները։ Այս տեսությունը հիմնված է այն վկայությունների վրա, որոնք պնդում են, որ որոշ վերքեր ունեցել են այլ ուղղություն, քան այն, որը սպասվում էր հարձակողների դիրքից։ Եթե այս տեսությունը ճիշտ է, ապա վիրաբուժական զեկույցի կեղծումը կարող էր լինել փորձ թաքցնելու այդ լրացուցիչ սպանությունները, բայց անկախ այն բանից, թե որ տեսությունն է ճիշտ, մի բան հստակ է՝ վիրաբուժական զեկույցը, որը պետք է լիներ ամենաօբյեկտիվ փաստաթուղթը, դարձել է ամենակասկածելին, եւ այն փաստը, որ բոլոր բժիշկները, ովքեր մասնակցել են փորձաքննությանը, հետագայում լռել են կամ հեռացել են երկրից, միայն ավելացնում է կասկածները։ Երբ հետաքննությունը սկսեց հարցեր տալ անվտանգության ծառայության ներքին կառուցվածքի մասին, երբ լրագրողները սկսեցին պահանջել մուտք դեպի արխիվային փաստաթղթերը, որոնք կարող էին լույս սփռել այն բանի վրա, թե ով տվեց հրամանները, ով թույլ տվեց հարձակողներին մտնել շենք, պատահեց մի դժբախտ պատահար՝ 2002-ի մարտի 13-ին, ճիշտ 3 տարի անց հարձակումից, Ազգային անվտանգության ծառայության արխիվային շենքում բռնկվեց հրդեհ։ Հրդեհը սկսվեց գիշերվա ժամը 3-ին, երբ շենքում գրեթե ոչ ոք չկար, մինչ հրշեջները ժամանեին, կրակը արդեն ոչնչացրել էր ամբողջ 4-րդ հարկը, հենց այն հարկը, որտեղ պահվում էին 1999-ի հոկտեմբերի 27-ի անվտանգության գործառնական փաստաթղթերը։ Արխիվարուհի Աննա Գրիգորյանը, ով աշխատում էր այդ շենքում 15 տարի, պատմում է, որ հրդեհը չէր կարող լինել պատահական։ Նա ասում է. «Ես գիտեմ այդ շենքի յուրաքանչյուր անկյունը, ես գիտեմ, որ 4-րդ հարկում չկա ոչ մի էլեկտրական սարքավորում, որը կարող էր առաջացնել կարճ միացում, չկա ոչ մի հրդեհավտանգ նյութ, ամենակարևորը, այդ հարկը միշտ փակ է լինում 2 տարբեր կողպեքներով, որոնց բանալիները ունեն միայն 3 մարդ։ Ես իմ վերակացուն, անվտանգության ծառայության պետը, Աննան պատմում է, որ հրդեհից մի օր առաջ, մարտի 12-ին, նա նկատեց, որ 4-րդ հարկի դռները բաց են եղել, թե նա հստակ հիշում էր, որ փակել էր դրանք երեկոյան ժամը 6-ին, երբ հեռանում էր աշխատանքից։ Աննան անմիջապես զեկուցեց իր վերակացուին, բայց վերակացուն ասաց, որ հավանաբար նա մոռացել է փակել, որ նա չպետք է անհանգստանա, բայց Աննան գիտեր, որ նա երբեք չէր մոռանում փակել դռները, դա նրա ամենակարևոր պարտականությունն էր, նա կատարում էր այն 15 տարի առանց մեկ անգամ սխալի։ Աննան պատմում է, որ երբ նա մտավ 4-րդ հարկ ստուգելու համար, նա նկատեց, որ մի քանի արխիվային տուփեր տեղափոխված են եղել։ Այդ տուփերը պարունակում էին հենց այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին 1999-ի հոկտեմբերի 27-ին։ Աննան հիշում է, որ այդ տուփերը միշտ պահվում էին հատուկ պահարանում, որը պահանջում էր հատուկ կոդ բացելու համար։ Բայց այդ օրը տուփերը դուրս էին հանված պահարանից։ Դրված էին հատակի վրա, կենտրոնական սենյակում, ուր ամենաշատ օդափոխությունն էր, որտեղ հրդեհը կարող էր ամենաարագ տարածվել։ Աննան անմիջապես զեկուցեց այս մասին, բայց նրան ասացին, որ տեխնիկական աշխատողները կատարում էին պլանային ստուգում, որ տուփերը կվերադարձվեն իրենց տեղը հաջորդ օրը, բայց հաջորդ օրը եկավ հրդեհը։ Աննան պատմում է. «Ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է, ես զգում էի դա իմ ողջ էությամբ, բայց ես չէի կարող անել ոչինչ։ Երբ ես լսեցի հրդեհի մասին, ես անմիջապես հասկացա, որ դա միտումնավոր է, որ ինչ-որ մեկը ցանկանում էր ոչնչացնել այդ փաստաթղթերը։ Հրդեհից հետո, երբ հետաքննությունը սկսեց ուսումնասիրել պատճառները, պաշտոնական եզրակացությունը եղավ էլեկտրական կարճ միացում, բայց Աննան մի քանի այլ աշխատողներ, ովքեր ծանոթ էին շենքի կառուցվածքին, պնդում էին, որ դա անհնար է։ Նրանք պահանջեցին անկախ փորձաքննություն, բայց նրանց պահանջները մերժվեցին։ Փոխարենը, նրանց ասացին, որ եթե նրանք շարունակեն տարածել կասկածելի տեսություններ, ապա նրանք կդատապարտվեն պետական գաղտնիքների բացահայտման համար։ Աննան պատմում է, որ մի քանի ամիս անց նրան առաջարկեցին վաղաժամկետ թոշակի անցնել։ Երբ նա հրաժարվեց, նրան սկսեցին սպառնալ։ Նրան ասացին, որ եթե նա չհեռանա կամավոր, ապա նրա դեմ կբարձրացվեն մեղադրանքներ արխիվային նյութերի անփույթ պահպանման համար։ Աննան վախեցավ, ստիպված եղավ հեռանալ։ Նա ասում է. «Ես կորցրի իմ աշխատանքը, ես կորցրի իմ հեղինակությունը, բայց ես երբեք չեմ կորցնի իմ համոզմունքը, որ այդ հրդեհը միտումնավոր էր, որ ինչ-որ մեկը ցանկանում էր ոչնչացնել ապացույցները։ Բայց ամենահետաքրքիրը չի
Էլդա, մի քանի տարի անց, երբ մի անկախ լրագրող փորձեց հետազոտել հրթեհի պատմությունը, նա հայտնաբերեց, որ հրշեջների զեկույցը, որը պետք է պարունակեր մանրամասն տեղեկություններ հրթեհի ծագման վայրի պատճառների մասին, նույնպես կորել է։ Լրագրողը փորձեց հարցազրույց վերցնել այն հրշեջներից, ովքեր ներկա էին այդ գիշեր, բայց նրանցից շատերը հրաժարվեցին խոսել, միայն մեկ հրշեջ, որը թոշակի էր անցել այլևս չէր վախենում հետանքներից, համաձայնեց տալ անանուն հարցազրույց, նա ասաց. «Երբ մենք ժամանեցինք, հրթեհը արդեն այնքան ուժեղ էր, որ մենք չէինք կարող մոտենալ չորրորդ հարկին, բայց ես նկատեցի մի բան տարօրինակ, հրթեհը չէր տարածվում բնականon կերպով, այն այրում էր միայն մի հատուկ տարածքում, հենց այնտեղ, որտեղ պահվում էին արխիվային տուփերը։ Մյուս սենյակները գրեթե չէին վնասվել, դա ինձ ասաց, որ հրթեհը սկսվել է հատուկ այդ տարածքում, որ հավանաբար օգտագործվել է արագ այրվող նյութ»։ Հրշեջը պատմեց նա, որ երբ նրանք վերջապես մարեցին հրթեհը մտան չորրորդ հարկ, նրանք տեսան, որ արխիվային տուփերը ամբողջությամբ ոչնչացված են, մոխիր մանրուք, բայց ամենատարօրինակը այն էր, որ մետաղական պահարանը, որը պետք է դիմանար հրթեհին, բաց էր։ Հրշեջը ասաց, այդ պահարանը նախագծված է դիմանալու մինչ 1000 աստիճան ջերմաստիճանի, այն ունի հատուկ կողպեկ, որը ավտոմատ փակվում է հրթեհի դեպքում, բայց այդ գիշեր պահարանը բաց էր, ինչպես թե ինչ-որ մեկը միտումնավոր բացել էր այն մինչ հրթեհը։ Երբ հրշեջը փորձեց զեկուցել այս մասին իր վերակացուներին, նրան ասացին, որ նա սխալ է հիշում, որ պահարանը փակ էր, բայց հրթեհի ջերմությունը հալեցրել է կողպեքը, բայց հրշեջը գիտեր, որ դա ստե, քանի որ այդ տեսակի կողպեքները չեն կարող հալչել այդպիսի ջերմաստիճանում, նա ստիպված եղավ լռել, բայց նա երբեք չմոռացավ այն, ինչ տեսավ այդ գիշեր, այսպիսով, արխիվը, որը պետք է պարունակեր բոլոր ապացույցները, ոչնչացվեց, և հետ մնաց միայն մի հարց. ով էր այն մարդը, ով ուներ բավարար իշխանություն մուտք, որպեսզի կազմակերպի այդպիսի գործողություն, ինչու էր նրան այդքան անհրաժեշտ ոչնչացնել այդ փաստաթղթերը։ Իշխանությունը չի սկսվում օրենքներից կամ ընտրություններից, իշխանությունը սկսվում է մարմնից, այն պահից, երբ մի մարդ սովորում է վերահսկել իր սրտի զարկերը, երբ նա սովորում է ժպտալ։ Մինչդեռ նրա ներսում ամեն ինչ պատրաստվում է հարձակման, Կարեն Դեմիրճյանը գիտեր այս ֆիզիոլոգիան, նա ծնվել էր 1939 թվականին, այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը դեռս մաս էր Սովետական Միության, երբ քաղաքական գոյատումը նշանակում էր ոչ թե ուժեղ լինել, այլ խելացի լինել։ Դեմիրճյանը սովորել էր քաղաքականության արվեստը ոչ թե գրքերից, այլ դիտելով, թե ինչպես են մարդիկ վարվում իշխանության մոտ, ինչպես են նրանք փոխում իրենց ձայնը, իրենց քայլերը, իրենց հայացքները։ Երբ Դեմիրճյանը դարձավ պարլամենտի նախագահ 1999-ի հունիսին, նա գիտեր, որ նա մտնում է մի դաշտ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է լինել վերջինը։ Նա գիտեր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իշխանության էր եկել միայն 1 տարի առաջ, դեռս չէր ամրապնդել իր դիրքերը, որ պարլամենտի նախագահի պաշտոնը կարող էր դառնալ հակակշիռ, հավասարակշռելու նախագահի իշխանությունը, բայց Դեմիրճյանը նա գիտեր, որ այդպիսի հավասարակշռումը կարող էր դառնալ վտանգավոր, եթե նախագահը զգար, որ իր իշխանությունը սպառնալիքի տակ է։ Դեմիրճյանի անձնական բժիշկը, դոկտոր Արամ Խաչատրյանը, ով բուժել է նրան 10 տարի, պատմում է, որ Դեմիրճյանի առողջությունը սկսեց վատանալ հունիսից սկսած։ Խաչատրյանը ասում է, նա սկսեց ունենալ անկնություն, նրա արյան ճնշումը բարձրացավ, նա հաճախ գանգատվում էր գլխացավից։ Երբ ես հարցրի նրան, թե արդյոք նա սթրեսի տակ է, նա ժպտաց ասաց. «Դոկտոր, ես ողջ կյանքս սթրեսի տակ եմ եղել, բայց այս անգամ ինչ-որ բան այլ է»։ Խաչատրյանը պատմում է, որ նա առաջարկեց Դեմիրճյանին վերցնել արձակուրդ, հանգստանալ մի քանի շաբաթ, բայց Դեմիրճյանը հրաժարվեց։ Նա ասաց. «Ես չեմ կարող հեռանալ հիմա, ես ունեմ շատ կարևոր բանակցություններ, եթե ես հեռանամ, ամեն ինչ կարող է փլուզվել»։ Խաչատրյանը հարցրեց. «Ինչ բանակցություններ», բայց Դեմիրճյանը չպատասխանեց, նա միայն ասաց. «Դուք կիմանաք, երբ ժամանակը գա», բայց ժամանակը երբեք չեկավ։ Խաչատրյանը պատմում է, որ հոկտեմբերի սկզբին, երբ նա վերջին անգամ զննեց Դեմիրճյանին, նա նկատեց, որ Դեմիրճյանի սիրտը աշխատում է անկանոն ռիթմով։ Խաչատրյանը ասաց. «Դուք պետք է անմիջապես հանգստանաք, ձեր սիրտը չի դիմանա այդ սթրեսին», բայց Դեմիրճյանը նորից հրաժարվեց։ Նա ասաց. «Դոկտոր, եթե իմ սիրտը դադարի, ապա թող դա լինի, երբ ես ավարտեմ իմ գործը»։ Խաչատրյանը պատմում է, որ երբ նա լսեց Դեմիրճյանի մահվան մասին, նա անմիջապես մտածեց. արդյոք նրա սիրտը դիմացավ, թե՞ դա եղավ պատճառը, բայց երբ նա տեսավ վիրաբուժական զեկույցը, իմացավ, որ Դեմիրճյանը սպանվել է կրակոցներից, նա զգաց մի տարօրինակ թեթացում, գոնե նա չտառապեց սրտի հարձակումից, բայց հետո Խաչատրյանը սկսեց մտածել, իսկ արդյոք պատահական է, որ նա սպանվեց հենց այն ժամանակ, երբ նրա սիրտը արդեն թուլացել էր, երբ նա արդեն ֆիզիկապես հյուծված էր։ Խաչատրյանը սկսեց կասկածել, որ հավանաբար ինչ-որ մեկը սպասում էր հենց այդ պահին, երբ Դեմիրճյանը ամենաթույլն էր, երբ նրա պաշտպանական ռեֆլեքսները դանդաղացած էին։
Սթրեսից հոգնածությունից Խաչատրյանը պատմում է նա մի այլ մանրամասն, որը նա երբեք չէր պատմել ոչ ոքի մինչ հիմա։ Նա ասում է. հոկտեմբերի 20-ին, ուրեմն 7 օր առաջ հարձակումից, Կարենը զանգահարեց ինձ գիշերվա ժամը 2-ին։ Նա երբեք չէր զանգահարում այդպիսի ուշ ժամին, բայց այդ գիշեր նա ասաց, որ նա չի կարող քնել, որ նա ունի տարօրինակ զգացում, ասես ինչ-որ մեկը հետում է նրան։ Ես հարցրի, արդյոք դուք տեսել եք ինչ-որ մեկին։ Նա ասաց, ոչ, բայց ես զգում եմ դա։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան մոտենում է։ Խաչատրյանը ասում է, որ նա առաջարկեց Դեմիրճյանին հանդիպել հաջորդ օրը խոսել ավելի մանրամասն, բայց Դեմիրճյանը հրաժարվեց։ Նա ասաց, ես չեմ կարող հանդիպել, ես ունեմ շատ հանդիպումներ, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, եթե ինձ ինչ-որ բան պատահի, դուք պետք է պատմեք ճշմարտությունը։ Խաչատրյանը հարցրեց, ինչ ճշմարտություն, բայց Դեմիրճյանը արդեն փակել էր հեռախոսը։ Խաչատրյանը պատմում է, որ երբ նա փորձեց հետագայում պատմել այս զրույցի մասին հետաքննությանը, նրան ասացին, որ դա է անվերաբերելի։ Որ նա չպետք է ավելացնի կասկածելի տեսություններ, բայց Խաչատրյանը գիտեր, որ Դեմիրճյանը զգացել էր ինչ-որ բան, որ նա փորձել էր նախազգուշացնել, բայց ոչ ոք չլսեց։ Երբ ԱՄՆ պետական քարտուղարի տեղակալ Ստրոբ Թելբոթը մեկնեց Երանից հոկտեմբերի 26-ին, մեկ օր առաջ հարձակումից, նա թողեց հետում մի հարց, որը երբեք չի պատասխանվել, արդյոք նրա այցը կապ ուներ այն իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան հաջորդ օրը։ Թելբոթը ժամանել էր Երան հոկտեմբերի 23-ին բարձրակարգ դիվանագիտական բանակցությունների համար, որոնք վերաբերում էին հայ-ադրբեջանական հակամարտությանը տարածաշրջանային կայունությանը։ Նրա այցը պաշտոնապես նկարագրվում էր որպես սովորական դիվանագիտական շրջագայություն, բայց նրանք, ովքեր ներկա էին բանակցություններին, պատմում են այլ պատմություն։ Դիվանագետ Արթուր Բագրատյանը, ով աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում, ով մասնակցել է Թելբոթի հանդիպումներին, պատմում է, որ բանակցությունները եղել են անսովոր լարված։ Բագրատյանը ասում Սովորաբար, երբ բարձրակարգ ամերիկյան դիվանագետներ այցելում են, նրանք ունենում են հստակ օրակարգ, քննարկել կոնկրետ հարցեր, ստորագրել համաձայնագրեր, հրապարակել հայտարարություններ, բայց այս անգամ Թելբոթը ունեցել է այլ նպատակ։ Նա ուզում էր հանդիպել անձամբ Կարեն Դեմիրճյանի վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, առանց պաշտոնական արձանագրության։ Բագրատյանը պատմում է, որ այդ հանդիպումները տեղի ունեցան հոկտեմբերի 25-ին, փակ դռների հետում, որ նրան չթույլատրվեց մասնակցել։ Բայց նա լսեց, որ հանդիպումները տել են 3 ժամ, ինչը անսովոր երկար է դիվանագիտական հանդիպումների համար։ Երբ հանդիպումները ավարտվեցին, Բագրատյանը տեսավ, որ Դեմիրճյանը Սարգսյանը դուրս եկան սենյակից լուրջ դեմքերով, որ նրանք անմիջապես մեկնեցին առանց որևէ մեկնաբանության։ Բագրատյանը պատմում է, որ նա փորձեց հարցնել Դեմիրճյանին, թե ինչ էր քննարկվել, բայց Դեմիրճյանը միայն ասաց. «Մենք ունեցանք շատ կարևոր զրույց, բայց ես չեմ կարող խոսել դրա մասին հիմա»։ Բագրատյանը նկատեց, որ Դեմիրճյանի ձայնը դողում էր, ինչը անսովոր էր նրա համար, քանի որ Դեմիրճյանը միշտ հանգիստ վերահսկված էր։ Բագրատյանը պատմում է նա, որ հոկտեմբերի 26-ին, երբ Թելբոթը պատրաստվում էր մեկնել, նա ունեցավ վերջին հանդիպում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ հանդիպումը տեց միայն 40 րոպե, բայց երբ Թելբոթը դուրս եկավ, Բագրատյանը նկատեց, որ նա ժպտում էր, ինչպես թե նա ստացել էր այն պատասխանը, որը ուզում էր։ Բագրատյանը ասում է. «Ես երբեք չեմ մոռանա այդ ժպիտը, քանի որ դա չէր սովորական դիվանագիտական ժպիտ, դա էր ինչ-որ ավելի խորը, ինչպես թե նա գիտեր, որ ինչ-որ բան պատահելու է»։ Երբ Թելբոթը մեկնեց Երանից հոկտեմբերի 26-ի երեկոյան, Բագրատյանը տեսավ, որ օդանավակայանում անսովոր շատ անվտանգության աշխատողներ կային։ Նա հարցրեց իր գործընկերոջը. «Ինչու՞ այդքան շատ անվտանգություն»։ Գործընկերը ասաց. «Հավանաբար նրանք վախենում են ինչ-որ բանից», բայց Բագրատյանը մտածեց, կամ հավանաբար նրանք պաշտպանում են Թելբոթին ինչ-որ բանից, որը դեռ չի տեղի ունեցել։ Հաջորդ օրը, երբ Բագրատյանը լսեց հարձակման մասին, նա անմիջապես մտածեց Թելբոթի այցի մասին։ Նա մտածեց. արդյոք պատահական է, որ հարձակումը տեղի ունեցավ հենց մեկ օր անց Թելբոթի մեկնումից, արդյոք պատահական է, որ Դեմիրճյանը Սարգսյանը, ովքեր հանդիպել էին Թելբոթի հետ, սպանվեցին հենց հաջորդ օրը։ Բագրատյանը պատմում է, որ երբ նա փորձեց բարձրացնել այս հարցերը հետաքննության ընթացքում, նրան ասացին, որ նա կապեր է տեսնում այնտեղ, որտեղ դրանք չկան, բայց Բագրատյանը գիտեր, որ դիվանագիտությունում պատահականություններ չկան, որ յուրաքանչյուր հանդիպում ունի իր նպատակը։ Բագրատյանը պատմում է նա, որ մի քանի ամիս անց, երբ նա փորձեց կապվել Թելբոթի գրասենյակի հետ հարցնել, թե արդյոք նա կարող է տալ հարցազրույց այն բանակցությունների մասին, որոնք տեղի ունեցան Երանում, նրան պատասխանեցին, որ Թելբոթը անհասանելի է, որ այդ բանակցությունները դասակարգված են որպես գաղտնի։ Բագրատյանը հարցրեց. «Մինչ երբ»։ Պատասխանը եղավ. «Անորոշ ժամանակով»։ Բագրատյանը ասում է. «Ես գիտեմ, որ ինչ-որ բան քննարկվել է այդ հանդիպումներում, ինչ-որ բան,
որը կապված էր Հայաստանի ապագայի հետ, ես գիտեմ, որ Դեմիրճյանը Սարգսյանը չէին համաձայն այն բանի հետ, ինչ առաջարկվում էր, բայց ես երբեք չեմ իմանա, թե ինչ էր այդ առաջարկը, քանի որ բոլոր փաստաթղթերը գաղտնի են, բոլոր մասնակիցները կամ մահացել են, կամ լռում են, երբ դատական գործընթացը սկսվեց 2000 թվականի հունվարին, ողջ Հայաստանը սպասում էր պատասխանների, մարդիկ ուզում էին իմանալ, ով էր կազմակերպել հարձակումը, ով էր ֆինանսավորել այն, ով էր տվել հրամանները, ամենակարևորը, ինչու։ Բայց երբ դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ին, այդ հարցերից ոչ մեկը չստացավ պատասխան։ Դատավորներ Արմեն Դանիելյանը, ով նախագահում էր դատական նիստերին, պատմում է, որ դատական գործընթացը եղել է ամենաբարդը նրա կարիերայում։ Դանիելյանը ասում է. Մենք ունեցանք հարյուրներով վկաներ, հազարավոր էջեր փաստաթղթեր, տասնյակ փորձագիտական եզրակացություններ, բայց ամենակարևոր հարցերը մնացին անպատասխան, քանի որ ապացույցները կամ կորել էին, կամ դասակարգված էին որպես գաղտնի։ Դանիելյանը պատմում է, որ դատական նիստերի ընթացքում հարձակողները Նաիրի Ունանյանը նրա խմբավորումը պնդում էին, որ նրանք գործել են միայնակ, առանց որևէ արտաքին օգնության, նրանք պնդում էին, որ նրանց նպատակը եղել էր արթնացնել ազգը, ցույց տալ կառավարության կոռուպցիան։ Բայց երբ դատախազությունը հարցրեց, թե ինչպես են նրանք ստացել զենքերը, ինչպես են նրանք մտել պարլամենտի շենք, ինչպես են նրանք իմացել, թե երբ է լինելու նիստը, հարձակողները հրաժարվեցին պատասխանել։ Դանիելյանը պատմում է, որ նա փորձեց պահանջել, որ անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները ներկայանան դատարան բացատրեն, թե ինչու անվտանգության համակարգը ձախողվեց այդ օրը, բայց նրան ասացին, որ այդ պաշտոնյաները անհասանելի են կամ որ նրանք պաշտպանված են պետական գաղտնիքի օրենքով։ Դանիելյանը պնդեց, բայց նրան սպառնացին, եթե դուք շարունակեք այս ուղղությամբ, դուք կարող եք կորցնել ձեր պաշտոնը։ Դանիելյանը պատմում է, որ նա զգաց, թե ինչպես դատական գործընթացը դառնում է թատրոն, ուր բոլորը խաղում են իրենց դերերը, բայց ոչ ոք չի ասում ճշմարտությունը։ Նա ասում է. Ես գիտեի, որ հարձակողները ոչ թե միայնակ գործող ահաբեկիչներ են, այլ մարիոնետներ, որոնց թելերը քաշում էր ինչ-որ մեկը, ով մնում էր ստվերում, բայց ես չէի կարող ապացուցել դա, քանի որ բոլոր ապացույցները, որոնք կարող էին ցույց տալ այդ կապերը, կորել էին կամ ոչնչացվել էին։ Երբ դատավճիռը հրապարակվեց, 6 հարձակող դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ մեկը, Համլետ Ստեփանյանը, ստացավ 14 տարի, բայց դատավճռում ոչ մի խոսք չկար կազմակերպիչների մասին։ Դատավճռում նշվում էր, որ հետաքննությունը շարունակվում է, բայց բոլորը գիտեին, որ դա ստե։ Դանիելյանը պատմում է, որ երբ նա կարդաց դատավճիռը դահլիճում, նա տեսավ զոհերի ընտանիքների դեմքեր, որոնք լի էին հիասթափությամբ զայրույթով, նա տեսավ Կարեն Դեմիրճյանի որդուն, Կարեն Դեմիրճյան կրտսերին, ով նստած էր առաջին շարքում, ով արտասվում էր լուռ։ Դանիելյանը ասում է. Ես ուզում էի մոտենալ նրան, ասել ներողություն, ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, բայց ես գիտեի, որ դա բավարար չէր, ես գիտեի, որ արդարությունը չի իրականացվել, որ ճշմարտությունը դեռս թաքնված է։ Դանիելյանը պատմում է նա, որ մի քանի ամիս անց դատավճռից նա ստացավ անանուն նամակ, որտեղ գրված էր. Դուք գիտեիք ճշմարտությունը, բայց դուք ընտրեցիք լռել, դուք կապրեք այդ ընտրության հետ մնացած կյանքը։ Դանիելյանը ասում է, որ այդ նամակը ճիշտ է, նա գիտեր ավելին, քան այն, ինչ ասաց դատարանում, բայց նա վախեցավ իր ընտանիքի համար, վախեցավ իր կյանքի համար, նա ընտրեց լռել։ Դանիելյանը ասում է. Ես ապրում եմ այդ ընտրության հետ ամեն օր ես հարցնում եմ ինձ. Արդյոք ես կարող էի անել ավելին, բայց ես գիտեմ, որ եթե ես անեի ավելին, ես հավանաբար այսօր այստեղ չէի լինի։ 2004-ի նոյեմբերին, երբ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ հետաքննությունը կազմակերպիչների հայտնաբերման համար դադարեցվում է, քանի որ բոլոր հետազոտական մեթոդներ սպառվել են, ողջ Հայաստանը զգաց, թե ինչպես վերջին հույսը մարում է։ Մարդիկ հարցնում էին, ինչպես է հնարավոր, որ այդպիսի բարդ գործողություն, որը պահանջում էր մանրակրկիտ պլանավորում, ներքին օգնություն, զգալի ռեսուրսներ, կարող էր կազմակերպվել միայնակ գործող խմբի կողմից։ Ինչպես է հնարավոր, որ հետաքննությունը, որը տևել է 5 տարի, չկարողացավ հայտնաբերել ոչ մի կազմակերպիչ, նախկին հետաքննող Գագիկ Հարությունյանը, ով աշխատել է այդ գործի վրա 3 տարի, պատմում է, որ հետաքննությունը սկզբից իսկ խոչընդոտվել է։ Հարությունյանը ասում է. ամեն անգամ, երբ մենք մոտենում էինք ինչ-որ կարևոր ապացույցի, այդ ապացույցը կորչում էր։ Ամեն անգամ, երբ մենք ուզում էինք հարցաքննել ինչ-որ կարևոր վկայի, այդ վկան կամ հրաժարվում էր խոսել, կամ անհետանում էր։ Հարությունյանը պատմում է, որ նրա թիմը հայտնաբերել էին մի քանի կարևոր հետքեր, որոնք ցույց էին տալիս, որ հարձակումը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրներից։ Նրանք հայտնաբերել էին բանկային փոխանցումներ, որոնք կատարվել էին
Հարձակողների հաշիվներին հարձակումից մի քանի շաբաթ առաջ, նրանք հայտնաբերել էին, որ այդ փոխանցումները եկել են օֆշորային ընկերություններից, որոնց իրական սեփականատերերը անհայտ էին, բայց երբ Հարությունյանը փորձեց հետապնդել այդ հետքերը, նրան ասացին, որ նա գերազանցում է իր լիազորությունները, որ միջազգային ֆինանսական հետաքննությունները պահանջում են հատուկ թույլտվություններ, որոնք նա չունի։ Հարությունյանը պատմում է, որ նա հայտնաբերել էր, որ հարձակողներից մեկը, Նաիրի Ունանյանը, ունեցել է կապեր Ղրիմի պարլամենտի որոշ անդամների հետ, երբ նա ապրում էր այնտեղ 1990-ականների կեսին, Հարությունյանը փորձեց կապվել Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ պահանջել տեղեկություններ այդ կապերի մասին, բայց նրան ասացին, որ այդ տեղեկությունները դասակարգված են որպես գաղտնի չեն կարող տրամադրվել։ Հարությունյանը պատմում է, որ նա սկսեց կասկածել, որ հետաքննությունը միտումնավոր խոչընդոտվում է ներսից։ Նա նկատեց, որ նրա զեկույցները, որոնք նա ներկայացնում էր իր վերակացուներին, երբեք չէին հասնում գլխավոր դատախազին։ Նա նկատեց, որ որոշ վկաներ, որոնց նա հարցաքննել էր, ովքեր տվել էին կարևոր տեղեկություններ, հետագայում փոխում էին իրենց վկայությունները, պնդում էին, որ նրանք սխալ են հիշել։